Ինչ է ենթադրում նախագիծը հարգելի գործընկերներ, եթե ես ճիշտ եմ հասկանում, եթե սխալ եմ հասկանում, պարոն Հայրապետյանը իր եզրափակիչ ելույթում կուղղի ինձ։ Մինչ այս պահը կարգավորվում է մուլտիպլեքսում արկա օտարերկրյա ալիքների գործունեության հարաբերակցությունը ՀՌՀ-ի հետ, այսինքն ՀՌՀ-ն կարող է գործողություններ կիրառել, եթե օրինակ մուլտիպլեքսով ցուցադրվող օտարերկրյա ալիքներում, չգիտեմ, միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, այդտեղ այդ թվում միջազգային պայմանագրերով կարգավորված է դա։ Այն ալիքների դեպքում, որոնք մուլտիպլեքսով չեն ցուցադրվում, այլ ցուցադրվում են այլ ձևով, օրինակ, չգիտեմ, կաբելային ալիքներով եւ այլն, դա կարգավորված չի։ Հիմա այս նախագծով հնարավորություն է ստեղծվում, որ դա էլ կարգավորվի։ Հաջորդը ՀՌՀ-ն որպես անկախ մարմին ինքը իր չափանիշները կսահմանի, թե որն է համարվում ինչ կամ ինչպես գործել։ Ենթադրում եմ, որ նոր բան չի սահմանելու, որտեղ ինչ որ պիտի մուլտիպլեքսով ցուցադրվող ալիքների դեպքում լինի, նույնն էլ մյուս ալիքների դեպքում, սա իմ ենթադրությունն է։ Եվ ամենավերջինը, ես չեմ հասկանում, այստեղ Տիկին Գալստյանը ասաց, այս օրենքով, այս նախագծով դուք ռեպրեսիաների եք դիմում։ Ում հանդեպ ենք ռեպրեսիաներ դիմում։ Սալավիովի, որ կոչ է անում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրագործել, ձեռ եք առնում։ Հարգելի գործընկերներ, ինձ նաև հետաքրքրում է շատ ձեր էվոլյուցիան, էլի, վերջին 5 տարվա։ Սկզբում գոնե ինչ-որ տենց ամոթխած չքմեղանում էիք, էլի թաքցնում էիք, որ դուք իրականում այլ դեմ չեք, որ օտարերկրյա ուժերը բան անեն, միջամտեն մեր ներքին գործերին։ Հիմա սկի չեք էլ թաքցնում։ Ինչն է, վատ է, որ մենք օրենքով սահմանում ենք կամ հնարավորություն ենք տալիս ՀՌՀ-ին պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա միջամտությունից։ Վատ է դա։ Վատ է, թե վատ չի, ինչ եք եկել, ախր մարդիկ հիմար չեն, էլի հասկանում են։ Իրանք հասկանում են, որ իրական դուք օտարերկրյա միջամտության ուղիղ շահառուներն եք։ Իրանք հասկանում են, որ օրինակ Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր է եկել։ Ես վստահ եմ, որ ձեզ դուր է եկել։ Ես օրինակ հիշում եմ, երեք ինչ որ մեկը ձեզնից խոսում էր Հարթուր Խաչատրյանն էր, խոսում էր 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման մասին, ջերմուկի դեպքերի։ Եվ նենց հետաքրքիր է, որ իմ մտքին միանգամից եկավ, ես հենց որոշեցի հիշեմ, էլի, ինչ էր անում Դաշնակցությունը այդ օրը։ Ու ես հիշեցի ինչ էր անում Դաշնակցությունը այդ օրը։ Միտինգ էր անում։ Ես ուզում եմ մեր հանրությունը նաև իմանա, որ քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է նաև սկսել խոսել վերջին 5 տարիների մասին, այս ծանր շրջանի մասին։ Ամեն անգամ, երբ որ մեր սահմանին եղել է էսկալացիա, հարձակում, չգիտեմ, կրակոցներ եւ այլն, կառավարությունը եւ մենք ունեցել ենք երկու մտահոգություն. ինչպես պաշտպանել մեր արտաքին սահմանները, ինչպես պահել մեր ներքին կայունությունը, որտեղ դուք ամեն անգամ որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա ու միանգամից փորձել եք միտինգներով խժդժություններ հրահրել։ Չի ստացվել, հետո ներգրավել եք տարբեր հոգևորականների, չի ստացվել հոգևորականների ղեկավարին եք ներգրավել, չի ստացվել դրսերից ինչ-որ օլիգարխներ եք ներգրավում, բայց չի ստացվել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար